Պատրաստում ենք ամենասիրված մուրաբաներից մեկը՝ ընկույզի փայլուն ու անմահական մուրաբան։ Ընկույզները կեղևազրկում ենք։ Կեղևազրկելու ընթացքում ընկույզներից մատները սևանում են, ցանկալի է կրել ձեռնոցներ։ Թեև ձեռնոցները ամբողջությամբ չեն պաշտպանում մատները սևանալուց, այնուամենայնիվ տարբերությունը բավականին մեծ է լինում։ Մուրաբա պատրաստելու համար ընկույզն իդեալական է, երբ կեղևը այնքան չի ամրացել, որ հնարավոր է այն չոփիկով ծակել։ Կեղևազրկելուց հետո ընկույզների վրա լցնում ենք սառը ջուր այնքան, որ ամբողջությամբ ծածկվեն ջրով։ Մինչև ընկույզների սևանալը և ջրի գույնի պարզելը ընկույզները թողնում ենք ջրի մեջ։ Օրական 3-ից 4 անգամ ընկույզների ջուրը փոխում ենք կամ դնում հոսող ջրի տակ։ Այս պրոցեսը կարող է տևել 10-ից 15 օր։ Ինձ մոտ 10 օրից ընկույզները պատրաստ էին։ Երբ ընկույզներն արդեն պատրաստ են, մոտ 10 ժամ պետք է թողնել կրային լուծույթի մեջ, որպեսզի վերջում ընկույզի մուրաբայի հատիկների կեղևները լինեն խրթխրթան։ Յուրաքանչյուր 100 ընկույզի համար անհրաժեշտ է 200 գրամ չհանգած կիր։ Ես մուրաբան պատրաստում եմ 300 հատ ընկույզով, օգտագործում եմ 600 գրամ չհանգած կիր։ Կիրը տարայի մեջ լցնելուց հետո վրան ավելացնում ենք տաք ջուր և սպասում մոտ 10 րոպե, որպեսզի կիրը ամբողջությամբ հանգչի։ Երբ կիրն արդեն հանգել է, տարայի մեջ ավելացնում ենք սառը ջուր այնքան, որ ընկույզներն ավելացնելուց հետո դրանք ամբողջությամբ ծածկվեն։ Ընկույզները կրային լուծույթի մեջ թողնում ենք 10-ից 12 ժամ։ Ցանկալի է այդ ընթացքում ժամը 1 խառնել, որպեսզի կիրը տարայի տակ չկուտակվի և ընկույզները հավասարաչափ մշակվեն կրով։ Պետք է խառնել այնպես, ինչպես ցուցադրում եմ տեսանյութում, որպեսզի կիրը չմնա տարայի ներքևում։ Ընթացքում լուծույթն ստանում է բացվարդագույն երանգ։ Տասներկու ժամ անց ընկույզները դուրս ենք բերում կրային լուծույթից և հատ-հատ լավ լվանում։ Ընկույզները լվանալուց հետո վրան լցնում ենք սառը ջուր և թողնում մոտ 5 ժամ, ժամանակ առ ժամանակ դնելով հոսող ջրի տակ։ Հինգ ժամ անց ընկույզները հանում ենք ջրից և պատառաքաղով անցքեր անում։ Պատրաստում ենք շիբի լուծույթ։ Եռացող ջրին ավելացնում ենք շիբ։ Յուրաքանչյուր 100 ընկույզի համար անհրաժեշտ է 1 լիտր ջուր և 30 գրամ շիբ։ Անընդհատ խառնում ենք, մինչև շիբը ամբողջությամբ լուծվի ջրի մեջ։ Երբ շիբը ամբողջությամբ լուծվել է և ջրի եռը վերականգնվել է, ավելացնում ենք ընկույզները։ Անհրաժեշտության դեպքում կարող եք եռման ջուր ավելացնել, մինչև ընկույզները ամբողջությամբ ծածկվեն ջրով։ Ընթացքում խառնում ենք, որպեսզի ընկույզները հավասարաչափ մշակվեն շիբի լուծույթի մեջ։ Ընկույզները շիբի լուծույթով մշակում ենք, որպեսզի ախտահանվեն։
Եփում ենք 15 րոպե, կաթսայի կափարիչը բաց վիճակում։ 15 րոպե եփելուց հետո ընկույզներն անմիջապես տեղափոխում ենք սառը ջրի մեջ, որպեսզի եփը կանգնի։ Պատրաստում ենք օշարակ։ Յուրաքանչյուր 100 ընկույզի համար անհրաժեշտ է 200 գրամ շաքարավազ և 1 լիտր ջուր։ Շաքարավազն ավելացնում ենք, երբ ջուրն արդեն եռում է և խառնում այնքան, մինչև շաքարավազը հալվի։ Երբ օշարակը սկսում է եռալ, ավելացնում ենք ընկույզները։ Անհրաժեշտության դեպքում կարող եք եռման ջուր ավելացնել այնքան, մինչև ընկույզներն ամբողջությամբ ծածկվեն ջրով։ Եռացնում ենք 20 րոպե և ընկույզները հանում օշարակից։ Պատրաստում ենք հիմնական օշարակը։ Յուրաքանչյուր 100 ընկույզի համար անհրաժեշտ է 4 լիտր ջուր և 2 կգ շաքարավազ։ Եթե ընկույզները մեծ են, կարող եք օշարակը մի փոքր շատ պատրաստել։ Եռացող ջրի վրա ավելացնում ենք շաքարավազը և խառնում, մինչև շաքարավազն ամբողջությամբ հալվի։ Եռը վերականգնվելուց հետո ավելացնում ենք ընկույզները։ Կաթսայի կափարիչը պետք է լինի կիսաբաց վիճակում, որպեսզի ընկույզները փափուկ չստացվեն և օշարակը չպակասի չափից շատ գոլորշիանալու հետևանքով։ Կրակը պետք է լինի միջին բարձրության։ Եռը վերականգնվելուց հետո ընկույզները եփում ենք 3 ժամ։ 3 ժամ եփելուց հետո վերցնում ենք կրակի վրայից և թողնում սառչի։ Սառչելուց հետո ընկույզները եփում ենք երկրորդ անգամ։ Այս անգամ եփում ենք 2 ժամ, որից հետո նորից վերցնում ենք կրակի վրայից և թողնում սառչի։ Սառչելուց հետո եփում ենք երրորդ անգամ։ Այս անգամ եփում ենք մինչև մուրաբայի պատրաստ լինելը։ Եռալուն պես ավելացնում ենք մեխակ և դարչին։ Յուրաքանչյուր 100 ընկույզի համար ավելացնում ենք 10 մեխակ և 1 գլանակ դարչին։ Յուրաքանչյուր 100 ընկույզի համար ավելացնում ենք կես թեյի գթալ լիմոնի աղ։ Ընկույզի մուրաբան, ի տարբերություն մյուս մուրաբաների, ավելի ջրիկ է։ Մուրաբայի պատրաստ լինելը ստուգում ենք մուրաբայի փայլով և գթալի տեխնիկայով։ Երբ ընկույզի մուրաբան պատրաստ է, գթալով գիծանելուց հետո գիծը չի փակվում։ Պետք է զգույշ լինել, չափից շատ չեփել, հակառակ դեպքում մուրաբան կշաքարակալի։ Եփելուց, սառչելուց հետո մուրաբայից հանում ենք դարչինը և մեխակը։ Ահա և ընկույզի փայլուն ու անմահական մուրաբան պատրաստ է։ Պահեստավորում ենք ստերիլիզացված մաքուր և չոր տարանների մեջ։ Եթե տեսանյութը օգտակար էր, չմոռանաք հավանել այն և թողնել մեկնաբանություն։ Բաժանորդագրվեք ալիքիս, սեղմեք զանգակ կոճակը հետագա համեղ բաղադրատոմսերը բաց չթողնելու համար։